նոր հասնեցիներ Հայաստանի Հանրապետությանը ողջունում եմ բոլորին առանձնահատուկ ողջունում եմ նոր հասնի երեխաներին երեխաները ընդհանրապես զարմացնում են, որովհետև գիտեք ամեն նախորդ քարոզարշավին 21 թվականի ինձ շատ մեծ ուժ էր տալիս եւ ոգևորում էր մեր մայրերի, մեր տատիկների շատ ակտիվ մասնակցությունը եւ շատ վճռական նշանակություն ունեցավ։ Այս անգամ երեխաների մեծ մասնակցությամբ տեղի ունենում եւ դեռևս փետրվարից մարտից մենք երեխաների ակտիվությունը նկատել էինք ու մինչև հիմա դեռ ես վերջնականապես չունեմ այդ հարցի պատասխանը, թե ինչ են երեխեքը այսքան ակտիվ այս քարոզարշավի ընթացքում։ Իհարկե ինչ-որ բացատրություններ կան, բայց ես կարծում եմ, որ այդ հարցը որոշակի ուսումնասիրության կարիք ունի։ Երեխեքին էլ հարցնում եմ, իրանք ինչ-որ բաներ, երեխեք օրինակ ինչ եք գալիս։ Ինչ եք գալիս։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում, ես ձեզ ավելի շատ եմ սիրում, քան դե դուք։ Չէ, հնարավոր չի, ես եմ ձեզ շատ սիրում։ Եվ կարծում եմ, որ դրա համար էական նշանակություն ունի մթնոլորտը, որովհետև եթե այնուամենայնիվ այս քարոզարշավը նույն մթնոլորտով անցներ, ինչ նախկինում Հայաստանում տեղի ունեցած քարոզարշավները, երեխաները չեն գալ, այդ լարվածությունը ճիշտ է առանձին դրվագներ եղել են լարվածության, բայց ընդհանուր առմամբ լարվածություն չկա Հայաստանում մթնոլորտը եւ տրամադրությունն է փոխված եւ մենք շատ լավ տեմպերով գնում ենք առաջ եւ այսօր նաեւ տեղի ունենում Ժողովուրդ ջան տեղի ունենում Միացյալ Նահանգների պետքարտուղարի կարճ այցը Հայաստանի Հանրապետություն եւ այդ այցի կարևորագույն առիթներից մեկը արձանագրելն է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնեցրել են TRIP նախագծի իրագործման վերաբերյալ համաձայնագրի տեքստը, այսինքն TRIP նախագիծը դառնում է իրականություն։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը նախաստորագրել են տեքստը, ինչը նշանակում է, որ տեքստը համաձայնեցված է եւ պատրաստ է վերջնական ստորագրման։ Առաջիկայում վերջնական կստորագրվի եւ ի վերջո դա գիտեք ինչ է նշանակում, ժողովուրդ ջան։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարում է շրջափակումը, Հայաստանի Հանրապետությունը այլևս շրջափակված պետություն չի լինում։ Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի փակուղուց վերածվում խաղաղության խաչմերուկի եւ սա շատ կարեւոր առիթ է խաղաղության խաչմերուկի։ Մեզ ասում էին Ժորդ հիշում եք ինչեր էին ասում, հիշում եք, ասում էին Սյունիքը տալիս են, ասում են Մեղրին տալիս են, ասում էին Միջանցք են տալիս եւ այդ համաձայնեցված փաստաթղթում արձանագրվում է, որ TRIP նախագիծը գործում է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում եւ դրանով Հայաստանի Հանրապետությունը ուղիղ հասանելիություն է ստանում նաեւ միջազգային երկաթուղային ցանցերին։ Չնայած այսօր արդեն այդ հասանելիությունը մենք ստացել ենք, որովհետեւ 2 օր առաջ Ախալքալակ կարս երկաթուղին է բացվել Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Սա էական փոփոխություն է, ժողովուրդ ջան, մեր իրականության մեջ։ Էական փոփոխություն է
Եվ գիտեք ինչ, այս քարոզարշավի առանձնահատկություններից մեկը հեն է, որ ես ամենաշատը նեղվում եմ նրանից, որ չեմ հասցնում մեր արած ամբողջ աշխատանքի մասին խոսել, որովհետև իհարկե մի քանի բաներ կա, որ ես բոլոր տեղերը դրանց մասին խոսում եմ, որովհետև դրանք թերևս ամենակարևորն են, որովհետև մենք սոցիալական մի նոր աստիճանի ենք հասել, որովհետև Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ միջին կենսաթոշակը ավելի բարձր է, քան նվազագույն սպառողական զամբյուղը, եւ սա աննախադեպ պատմական իրադարձություն է, եւ դա նշանակում է, որ այսօր մեր թոշակառուն իր թոշակով, մի թոշակով կարող է ծայրը ծայրին, չեմ ասում ճոխության մեջ ապրի, ծայրը ծայրին հասնի, սա մեր երազանքը չի, մեր երազանքը այն չի եղել, որ մեր թոշակառուն ծայրը ծայրին հասնի, մենք ասենք, վայ տեսեք, ես ինչ մեծ գործ ենք արել, ամենևին չէ, բայց եկեք հիշեք, որ 2018 թվականին, երբ ես վարչապետ եմ ընտրվել, Հայաստանում նվազագույն թոշակը եղել է 16,000 դրամ, 16,000 դրամ, 16,000 դրամով թոշակառուն նույնիսկ հաց ու պանիր մի ամսվա չէր կարա առներ, մենք 18 թվին եկել ենք և կրկնապատկել ենք նվազագույն թոշակը, դարձրել ենք 32,000 դրամ, բայց նույնիսկ կրկնապատիկ թոշակով մեկը էլի թոշակառուն չէր կարող իր սնունդը ապահովել եւ միայն 2022 թվականին է, որ մենք ի վիճակի ենք եղել նվազագույն թոշակը համապատասխանեցնել նվազագույն պարենային զամբյուղին, դա նշանակում է, որ մի թոշակով, մի թոշակառուն մի ամսվա իր մինիմալ սնունդը կարող է ձեռք բերի, բայց այսօր մենք նվազագույն թոշակը դարձրել ենք 46,000 դրամ, այսինքն եռապատկել ենք, դրան պլյուս անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարի համակարգը, որը ավելի մեծացնում է այդ նշաձողը եւ ավելին մենք ասում ենք, որ գիտենք, որ գնաճ ալնելու, որովհետեւ գները ցավոք կամ ցավոքը որն է, դա տնտեսության զարգացման բանն է, ուղեկիցն է, բայց մենք այսօրվանից պարտավորվում ենք հետեւյալը, մենք ասում ենք, երբ որ գնաճի արդյունքում թոշակի գնողունակությունը կնվազի նվազագույն սպառողական զամբյուղից միջին թոշակի, մենք գնաճի չափով թոշակը կինդեքսավորենք, այսինքն կապահովենք, որ թոշակի գնողունակությունը այսօրվանից առնվազն վատ չի լինի, ժողովուրդ, ու մենք վստահ ենք, որ դա կարողանանք անել, որովհետև այնուամենայնիվ, գիտեք ժողովուրդ թոշակ բարձրացնելը պրոբլեմը, բարդությունը ինչի մեջ է, որովհետև այս երկրում կա 600,000-ից ավել թոշակառու և 1000 դրամ թոշակ բարձրացնելը մի մարդու համար ոչ մի բան է, որ մի մարդու թոշակը 1000 դրամ բարձրացնես, ինքը համարյա չի զգա, որ իր թոշակը բարձրացվել է, բայց պետական բյուջեի համար դա տասնյակ միլիարդների ծախս է, որովհետև 600,000-ից ավել են, այսինքն ամեն թոշակ բարձրացնելը մեծ ծախս է պետական բյուջեի համար, ու 2018 ես 8 տարի վարչապետ եմ, մենք 7 անգամ տարբեր որոշումներով թոշակին անդրադարձել ենք, 5 անգամ բարձրացրել ենք թոշակը, այսինքն 5 տարբեր որոշումներով և պլյուս 2 անգամ էլ մենք հետ վճարի համակարգին ենք անդրադարձել, այսինքն ընդհանուր առմամբ, բայց մենք նաև հետագայում վստահ ենք, որովհետև հիմա թրիփ նախագծի իրագործումը ինչ է նշանակում, որ Հայաստանը երկաթուղու տրանզիտից մեծ եկամուտներ է ստանալու, Հայաստանը էլեկտրահաղորդման, էլեկտրականության տրանզիտից մեծ եկամուտներ է ստանալու, ես համոզված եմ, որ նաև կլինեն խողովակաշարեր, կլինի գազի թե նավթի, տրանզիտից մեծ եկամուտներ է ստանալու, նաև ավտոճանապարհներն են բացվելու, ավտոճանապարհների անցուդարձից բեռնատարից մեծ եկամուտներ է ստանալու եւ մեր սիրելի թոշակառուները, ովքեր այս երկիրը այսօր ինչքան էլ մենք գլուխ գովանք, շինարարություն եւ այլն, այսօր մեր երկրի շենքերի 70-80%-ը մեր ավագ սերնդի ներկայացուցիչներն են կառուցել եւ մեզ համար այսօր մեծ պատիվ է, որ գոնե փուճուր քայլերով կարանք մեր սերը, հարգանքը
գնատանքը, ակնածանքը ձեր նկատմամբ արտահայտենք։ Եվ սա մեծ թեթևություն է անձամբ ինձ համար, որ գոնե շատ թե քիչ բաց ճակատով կարող եմ գալ եւ ասել, որ ինչ որ բան ձեզ համար արել ենք, ինչ որ բան ձեզ համար արել ենք, եւ դա մեծ պատիվ է ձեզ ծառայելը մեր սիրելի թոշակառուներ։ Այդ չեմ ասում, բայց իրական որ ճիշտ ասեմ, ամենամեծ իմ ուրախությունը թոշակների բարձրացումը չի, չնայած թոշակների բարձրացումը շատ կարևոր է, բայց առողջության ապահովագրությունը 65+ տարիքի մեր թոշակառուների համար սա մի բանի վերաբերյալ է, ժողովուրդ ջան, որ մենք, ես իմ տարեկիցներին եմ ասում, որ մենք ձեր պետությունը մեր ծնողներին վերաբերվում է, այսինքն ես մեր թոշակառուներին վերաբերվում եմ այնպես ինչպես իմ սեփական ծնողներին։ Եվ այսօր յուրաքանչյուր մարդ, ով 65+ տարիքի ծնող ունի, մտքում մի լարվածություն միշտ ունի, որ ասում է, բա որ ծնողիս հետ կապված մի առողջական խնդիր եղավ, բա ես ինչ եմ անելու։ Պլյուս նրանք, ովքեր 65+ տարեկան ծնող ունեն, նաև մինչև 18 տարեկան երեխա ունեն սովորաբար։ Նույնն էլ երեխեքի հետ կապված է լարվածություն, նույն պապիկ տատիկները, բայց այս երեխեն, որ հանկարծ մի հատ առողջական խնդիր ունենա, բա մենք ինչ ենք անելու։ Ձեր պետությունը ձեր կողքին կանգնած է։ Ձեր պետությունը ձեր կողքին կանգնած է։ Որովհետև ձեր պետությունը ձեզ սիրում է, մեր պետությունը, ձեր հարազատ պետությունը սիրում է ձեզ։ Եվ այսօր էդ է փոխվել Հայաստանի Հանրապետությունում, որ ժողովուրդը սիրում է պետությունը, պետությունը սիրում է ժողովրդին, ժողովուրդը սիրում է պետությանը, պետությունը սիրում է ժողովրդին։ Այս է ամենակարևոր առանձնահատկությունը։ Ես չեմ խոսում։ Շնորհակալ եմ։ Մենք կարող ենք խոսել կառուցվող ճանապարհների, կառուցվող մանկապարտեզների, դպրոցների մասին, որը այդ դպրոցների լաբորատորիաներով հագեցնելու մասին։ Մենք կարող ենք խոսել բժշկական կենտրոնների մասին եւ այդպես շարունակ, բայց այսօր ես ուզում եմ խոսել բանակի մասին, որովհետեւ վաղը չէ մյուս օրը մայիսի 28-ին շատ մեծ իրադարձություն է տեղի ունենալու, ժողովուրդ ջան, շատ մեծ իրադարձություն։ Դուք տեսնելու եք, մենք ձեզ ենք ներկայացնելու, ձեզ Հայաստանի Հանրապետության ձեր նոր բանակը, եւ ես համոզված եմ, դուք հպարտության եւ ուրախության պահեր եք ապրելու նոր բանակը տեսնելով, որովհետեւ 2021 թվականին մենք խոստացանք, որ բարեփոխելու ենք բանակը եւ մենք այսօր բարես բուն իմաստով ունենք լրիվ նոր բանակ, եւ 2026 թվականի մայիսի 28-ը դրա մասին է։ Եվ ուզում եմ ասել նաեւ, որ մենք բանակը պատերազմի համար չենք զարգացնում, այլ խաղաղության համար ենք զարգացնում, որովհետեւ այն երկիրը, որը չունի պաշտպանունակ ուժեղ պաշտպանունակ բանակ, այդ երկիրը կարա գայթակղիչ լինի ագրեսիայի համար։ Մենք բնականաբար չենք կարող նման բան թույլ տալ եւ մայիսի 28-ին մենք պատիվ ունենք ձեզ ներկայացնելու ժամանակակից, գերժամանակակից սպառազինությամբ զինված բանակ։ Դուք բոլորովին նոր բանակ, հագուստից սկսած փիլիսոփայությունով շարունակած բացարձակապես նոր բանակը, բայց առանձնակի հպարտության առարկա է, որ այնտեղ ժամանակակից եւ գերժամանակակից նմուշների մեջ լինելու են արտադրանքներ, որոնք արտադրված են Հայաստանի Հանրապետությունում, ու որ այդ արտադրանքը իրոք ժամանակակից եւ գերժամանակակից է, ես այդ արտադրանքը այսօր արտահանվում է
Ժողովուրդ ջան, ես չեմ կարող անուններ տամ ցավոք, բայց այդ արտադրանքը արտահանվում է զարգացած երկրներ, ոչ թե զարգացող, այլ զարգացած երկրները արտահանվում արդեն իսկ։ Եվ սա գիտեք նաև ինչի շնորհիվ, նաև նրա շնորհիվ, որ 2017 թվականի համեմատ մենք ավելի քան կրկնապատկել ենք գիտության ֆինանսավորումը։ Մենք գիտության ոլորտում 100-ից 300%-ով աշխատավարձեր ենք բարձրացրել եւ ռազմարդյունաբերության համալիրում 170 միլիարդ դրամից ավել պետական գումար ենք ներդրել։ Այսօր մենք այդ պտուղները քաղում ենք, այսօր մենք այդ պտուղները քաղում ենք եւ ես բոլորիդ շնորհավորում եմ այդ առիթով։ Հիմա երեխեք ձեզով ա սովորացրել, որ այդ բան կարգեք։ Հաստատ, չեն սովորացել, հատուկ չեն ասել կգնակ կասեք դիտողած, հաստատ։ Արդեն մեծացել եք այդքան որ կարակ, շատ ապրեք։ Ժողովուրդ ջան, բայց ամենակարևոր նորությունը, որ եւ ամենակարևոր բանը, որի առիթով ես ուզում եմ բոլորիդ շնորհավորեմ, դա Հայաստանում ի վերջո հաստատված խաղաղությունն է։ Հայաստանում խաղաղություն է հաստատվել եւ ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Եվ այդ խաղաղությունն է, իմիջիալոց ասեմ, երեխեքի ներկայությունը, ես ասացի, որ մթնոլորտի հետ կապ ունի, մթնոլորտը լավն է այսօր երկրում, իսկ մթնոլորտի լավը լինելը խաղաղության հետ է կապված իմ կարծիքով առաջին հերթին, որովհետև ես հենց զուգահեռ եմ անցկացնում, ասում եմ 9 ամսեկան խաղաղությունը 9 ամսեկան երեխայի նման մեր ընտանիքին ուրախություն է բերել, որովհետև ցանկացած ընտանիքում, որտեղ 9 ամսեկան երեխա կա, այդ 9 ամսեկան երեխան ուրախություն է բերում այդ ընտանիքին, եւ այդ ընտանիքի երջանկության առիթը եւ այդ ընտանիքի ամենակարևոր անդամը, բայց 9 ամսական խաղաղությունը, 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի հետ ունի մի կարևոր ընդհանրություն։ Եթե մենք չխնամենք 9 ամսական երեխային, ինչ տեղի կունենա իր, չի ապրի երեխա։ Նույնն էլ 9 ամսական խաղաղությունն է եւ մենք կարևոր ենք համարում, որ Հայաստանի ժողովուրդը տեր կանգնի խաղաղությանը։ Մանավանդ այս պայմաններում, երբ որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ասում է, եկեք այդ մանոկին հանձնենք որբանոց, որովհետև մենք ի վիճակի չենք տեր կանգնել խաղաղությանը։ Բայց մենք ասում ենք, որ չէ, Հայաստանում ձևավորվել է ժողովուրդ, Հայաստանում կա ժողովուրդ եւ քաղաքացի, որը կարող է տեր կանգնել խաղաղությանը, որովհետև խաղաղությանը տեր կանգնել նշանակում է տեր կանգնել սեփական ճակատագրին, սեփական պետությանը, սեփական անկախությանը եւ սեփական ապագային։ Այս է պատճառը, որ մենք ձեզ բոլորիդ ես կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, նոր հաճրին, Կոտայքի մարզին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Բայց ամենակարևոր բանը հետեւյալն է ժողովուրդ ջան, որ ձեզանից յուրաքանչյուրը հատկապես այս պատմական հանգրվանում իր ուժը զգա եւ իր ուժը գիտակցի։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում ամենահզոր մարդը քաղաքացին է, ամենահզոր մարդը քաղաքացին է։ Տեսեք ինչ պատմական փոփոխություն է տեղի ունեցել
որովհետև ընդամենը 9 տարի առաջ մարդիկ կային, որոնք կարող էին հավակնել, որ իրանք կարող են որոշել քաղաքացին քայլի թե չքայլի, քաղաքացին շնչի թե արտաշնչի, քաղաքացին արտահայտվի թե չարտահայտվի, նրանք կարող էին որոշել, այդ մարդիկ միակ տղամարդեր էին, այդ մարդիկ օլիգարխեր էին, որոնք որոշում էին Հայաստանում ամեն ինչ, այսօր Հայաստանում իրանք ոչինչ չեն որոշում, ոչինչ չեն որոշում, եւ ամեն ինչ որոշում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, եւ շատ կարեւոր է, որ մեզնից, ձեզնից յուրաքանչյուրը առերեսվի մի շատ կարևոր փաստի հետ, որ այսօր խաղաղության ճակատագիրը, երկրի ճակատագիրը, ապագայի ճակատագիրը կախված է մեկ մարդուց, պատկերացնում եք հələ մի հատ առերեսվեք ես փաստի հետ ընդամենը մեկ մարդուց, ամեն ինչ բացարձակապես ամեն ինչ գաղված է մեկ մարդուց եւ մեկ մարդու որոշումից եւ այդ մեկ մարդը դու ես 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 եւ այդ մեկ մարդը եթե 18 տարեկան կաս դու ես գաս 18 տարեկան 18 կաս դու ես եւ այդ մեկ մարդը դու ես եւ այդ մեկ մարդը դու ես եւ այդ մեկ մարդը դու ես ուր այդ մեկ մարդը թող ձեր բարձացնի ով այդ մեկ մարդը եւ ահա այս մարդկանց հավաքական ամբողջությունն է որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ արժանապատիվ եւ պետականատես ժողովուրդ եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք որովհետեւ պետությանը անկախությանը ապագային խաղաղությանը նոր հաճնին Կոտայքի մարզին Երևանին Հայաստանի Հանրապետությանը Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը շնորհակալ եմ շատ շնորհակալ եմ Ժորժան երկու հայտարարություն առաջինը Կոտայքի մարզի մեր եզրափակիչ հավաքը տեղի է ունենալու վաղը ուղիղ ժամը 20:00-ին Աբովյանի քաղաքապետարանի հարակից հրապարակում բոլորի հրավիրում եմ եւ մեծ պատիվ կլինի տեսնել բոլորիդ այնտեղ կլինեն ելույթներ ես էլ ելույթ կունենամ բայց ելույթ կունենամ նաեւ վարչապետի հետ բոլորիդ համար կնվագեմ իրական Հայաստանի Հանրապետություն երգը եւ կխոսենք Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար